Սիրելիներ, ողջույն իմ շատ սիրելի բարեկամ, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք։ Այս տեսանյութը իմ վիրահատությունից հետո առաջին տեսանյութն է, որ նկարում եմ։ Ես դեռ աշխատանքի չեմ գնում, տանն եմ, ուզում եմ բոլորին շատ ու շատ շնորհակալություն ասեմ ձեր բարեմաղթանքների, գեղեցիկ խոսքերի, հատ առ հատ բոլորինը կարդացել եմ, ուղղակի այնքան թույլ եմ լինում, որ չեմ կարողանում հեռախոսի մոտ շատ մնամ, որպեսզի պատասխանեմ։ Խոստանում եմ բոլորին սերտիկները ուղարկելու եմ, սիրելիներս, շատ շնորհակալ եմ, ասեմ, որ ես արդեն լավ եմ, ինձ լավ եմ զգում, ամենակարևորը դա է։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ խմորեղեն, ամենահամեղներից, երեխաների համար ամենասիրելիներս։ Ուրեմն ինչ է անհրաժեշտ։ Առաջինը յուղը, 120 գրամ յուղ ունենք, ես միկրոալիքային վառարանով մի փոքրիկ հալեցրել եմ, օգտագործելու ենք ռեդի յուղ, դուք կարող եք փոխարինել կարագով։ Սիրելիներ, ձեթով այդքան խորհուրդ չեմ տալիս, համը տուժում է, այդքան համեղ չի ստացվում, լավ է ստացելու, բայց համը տուժելու է։ Ես դրա համար օգտագործելու եմ ռեդի յուղ, տեսեք, հրաշք յուղ է, կարող եք ձեր բերել խանութներից, իդեպ խմորեղենները շատ համեղ են ստացվում եւ նաեւ ուտեստները առանց խոլեստերինի է, իդեպ բուսական յուղ է, կարող եք հանգիստ օգտագործել։ Սիրելիներ, կարող եք մի վայրկյան դուրս ծածկել, որպեսզի քամի ինձ չխանգարի։ Սիրելիներ, կարող եք օգտագործել կարագ, խնդիր չկա։ Ու ամենակարևորը մի փոքրիկ թուլացրեք, որպեսզի խմորը լավ ստացվի։ Արդեն ասեցի 120 գրամ։ Ավելացնում ենք միանգամից։ Այս խմորեղենը առանց հարիչի է։ Կարող եք հանգիստ, այսպես իմ նման, իդեպ մոռացա նշեմ, որ շատ կարևոր է նաև, որպեսզի բաղադրիչները լինեն գոլ վիճակում, գոնե գոլ վիճակում կամ սենյակային ջերմաստիճանի, դա է շատ կարևոր։ Իդեպ մոռացա նշեմ, այնքան հոգնած եմ լինում, թույլ եմ, որ չեմ հիշում ինչպես էի սկսում իմ տեսանյութերը, որովհետև սկզբից ասում եմ, չէ, որից որքան է անհրաժեշտ։ Ուրեմն յուղն ասեցինք, օգտագործելի ենք 310 գրամ սովորական ալյուր, 250 մլ կաթ, 50 գրամ մածուն, 50 գրամ մածուն մոտավորապես 2 ճաշի գթալ է, 2 հատ ձու ենք օգտագործելու, 120 գրամ շոկոլադե հատիկներ, կարող եք շոկոլադե հատիկների փոխարեն օգտագործել նաև սովորական շոկոլադ, մանրացրեք ու ուղարկեք մեջը, օգտագործելու ենք վանիլին եւ փխրեցուցիչ, 2 թեյ գթալ փխրեցուցիչ կամ 1 թեյ գթալ սոդա եւ օգտագործելու ենք, ես այստեղ ունեմ եւ շաքարի փոշի եւ շաքարավազ, ընդհանուր 220 գրամ է, կեսը շաքարի փոշի եմ լցրել, կեսը շաքարավազ, դուք կարող եք բոլորն էլ շաքարավազով անել, խնդիր չկա, ինչպես որ դուք սիրում եք։ Ուրեմն, սկսում ենք ընթացքը, ջեռոցը նախապես միացրեք, սիրելիներ, տեսեք, ես արդեն երևի մի քանի րոպե է ձեր հետ զրուցում եմ, իմ ջեռոցը միացված է, որքան երկար լինի ջեռոցը միացված, այնքան լավ է ստացվելու ուտեստը, խմորեղենը։ Ավելացնում ենք շաքարավազն ու շաքարի փոշին, մի լավ խառնում ենք։ Ավելացնում ենք 2 ձու, կրկին խառնում ենք, այսպես լավ խառնելուց հետո ավելացնում ենք մածունը, նշել եմ արդեն, որ մածունն ու կաթը և ձուն պետք է լինեն, եթե ոչ սենյակային ջերմաստիճանի, ապա մի փոքրիկ գոլ և ավելացնում ենք կաթը։ Սիրելիներ, այս խորհուրդները, որ ես ձեզ տալիս եմ, շատ կարևոր է։ Պետք է չամտեսել, որովհետև բաղադրիչներից բաղադրատոմսից չի, որ միայն կախված է, օրինակ շատերը ասում են, ես բաղադրատոմսով փորձեցի, շատ լավ ստացվեց, այնպես ասում են, ոչ, ես փորձեցի, լավ չստացվեց, որովհետև միայն բաղադրիչները չի, որ կարևոր են, կարևոր է մնացած տեխնիկական մանրուքներն են, որ պետք է ուշադրություն դարձնել։ Իսկ հիմա կավելացնենք չոր բաղադրիչները։ Ուրեմն փխրեցուցիչ ավելացնում եմ ես միանգամից ալյուրի վրա, ինչպես նաև վանիլինը, ալյուրը մաղեք, որովհետև շատ կարևոր է, թթվածնով հարստացրեք։ Այսպես ավելացնում ենք ամբողջը ու մահով անց ենք կացնում ու խառնում։
ու մի լավ խառնում ենք։ Ընթացքում ավելացնում ենք նաև շոկոլադե հատիկները։ Խմորից պատրաստ է, տեսեք, որքան գեղեցիկ է, դեռ հում վիճակում։ Դուք հասկանում եք սրանով, որ խմորը լավն է, որակը բարձր ու շատ, որ ասում են, շատերը ասում են, բայ, խմորս այնքան գեղեցիկ է, բայց ջեռոցում լավ չստացվեց։ Դա ինչից է, սիրելիներ, որովհետև ջեռոցում է ջերմաստիճանը որքան է, որ մենք տաքացնում ենք, չի հասնում մեր ուզած ջերմաստիճանի։ Այսինքն, եթե ես ասում եմ 180 աստիճանում ենք թխելու, եթե նույնիսկ ձեր ջեռոցը ցույց է տալիս 180 աստիճան, ամեն դեպքում այնտեղ չի պահպանվում 180 աստիճանը։ Ինչու եմ ես դա ասում։ Որոշ ժամանակ հետո արդեն այո, մենք նույնիսկ բացելուց ու փակելուց ջերմաստիճան ենք դուրս բերում։ Ինքը հնարավոր է իջնի 170 կամ 160, չէ՞ որ մետաղից է, մետաղը պետք է հասցնի լավ տաքանա, այնպես որ 15-ից 20 րոպե նույնիսկ քիչ է, մի քիչ շատ երկար պահեք, հետո նոր խմորեղենը դրեք ներսում, այդպես լավ է ստացվելու։ Իդեպ, այսպիսի խմորեղենները, բիսկվիտային խմորեղենները ավելի լավ է թխել սովորական ջեռոցում առանց օդափոխիչի։ Սիրելիներ, ես խմորը լցնում եմ խոհանոցային պարկի մեջ, որպեսզի ավելի հեշտ լցնեմ, քանի որ մաֆինները կամ գթալով, խնդիր չկա, ով ինչպես որ ուզում է այդպես էլ անի։ Քանի որ խմորը շատ է, ես չեմ ուզում բոլորը մաֆին պատրաստել, մի փոքրիկ էլ այսպես կեքսի նման ենք պատրաստելու։ Հա, իդեպ, եթե մտածում եք, որ խմորը ջրիկ է, հանկարծ ալյուր չավելացնեք, դա իմ խորհուրդն է։ Խնդրում եմ ավելորդ ալյուր չենք ավելացնում։ Այսպես յուրաքանչյուրին լցնում ենք։ Բերդ սիրելիներ, պատրաստ է, սա է լցնում եմ այստեղ։ Սա պարտադիր չէ, մենք տանն ենք, չէ, ինչպես ուզում ենք, այդպես էլ պատրաստում ենք։ Իդեպ կարող եք պահել մնացածներ մաֆիներ անել, եթե ձեր ձևամանը հարմար է, ավելի հեշտ է, արեք, այնպես ինչպես որ դուք ուզում եք։ Իդեպ այս խմորով շատ համեղ բիսկվիտ ու կեքս է ստացվում, հրաշք է, շատ համեղ է լինում, անպայման փորձեք նկարներ կուղարկեք։ Դե ինչ, ուղարկում ենք ջեռոց, թխելու ենք 180 աստիճանում, լավ տաքացված ջեռոցում, եթե հնարավոր է օդափոխիչը անջատել, անջատեք։ Իմ ջեռոցը, քանի որ արդեն ավտոմատ է, միշտ միանում է, չի աշխատում, լավ չի աշխատում, բայց չեմ փոխում, որովհետև միևնույն է կարողանում եմ գլուխ անել։ Ուղարկում ենք ջեռոց, սիրելիներ, մոտավորապես 30-35 րոպե, անհրաժեշտ է լինելու շուրջը, հանեք, ինքը պետք է սիրուն բարձրանա ու կարմիրի։ Սիրելիներ, մաֆինները պատրաստ են, հիմա կեքսն եմ դրել, շուտով դա էլ պատրաստ կլինի, ինչպես ենք ստուգում, որ պատրաստ է լինում, այսպես, երբ որ չոր է դուրս գալիս, հրաշք։ Հիմա ինչ ենք անելու։ Շոկոլադը արդեն հալեցրել եմ, տենա հարմար ինչ եմ գտնում, այսպես։ Գթալը վերցնում ենք, սովորական գթալ, այսպես, յուրաքանչյուրի վրա մի փոքրիկ անցք ենք անելու։ Զատիկից մնացած ձվիկի շոկոլադներ շատ ունեմ, հալեցրել եմ, լցնում ենք մեջը, շատ համեղ ընտիր բան է ստացվելու, երեխաներ, ասեցի չէ, որ հատուկ երեխաների համար է, դե մեծերն էլ են շատցի, մեծերն էլ իրենց մամաների, պապաների երեխաներն են, չէ, իրենք էլ են շատ սիրում, ես միշտ ասում եմ երեխաներ, բայց մեծեր ավելի շատ են օգտվում ոնց որ թե։
Դե ինձ սիրելիներ, տեսակ չէ, ինչ գեղեցիկ տեսք, որքան լավ թխված, դուք ստեղ նայեք, հրաշք մաֆիներ ստացվեցին, անպայման նույն ձևով պատրաստել։ Ես հիմա կփորձեմ շատ փոքրիկ, որովհետև ինձ քաղցրը հակացուցված է այս ընթացքում, կփորձեմ ձեզ կասեմ համը ինչպիսին է, սիրելիներ, իսկ դուք պատրաստեք հյուրասիրելի ձեր ընկերներին, ձեր ընտանիքի անդամներին, ամենակարևորը սա լավ նախաճաշ է երեխաների համար, սենց հավեսով լավ էներգիա վերցնեն ու գնան դպրոց։ Դե ինձ սիրելիներս, հաջողություն կտեսնենք հաջորդ տեսանյութին, ես մի փոքրիկ այսպես կփորձեմ ու ձեզ կասեմ շատ համեղ է, ունենց կուտեի